Իմ շատ սիրելի հարազատներ, տիրոջ ընտանիքի զավակներ, Տերը օրհնի ձեզ այս պանդուխտ օրերը մեզ սովորեցնում է, որ անկախ ճանապարհի հեռավորությունից մենք կարողանանք մեր ներսի սերը, ուրախությունը փոխանցել մեկս մյուսի։ Շնորհակալ ենք Տիրոջից, շնորհակալ ենք, ինչքան նեղությունները մեծանում են, այնքան ժողովուրդը գիտակցում են, որ պետք է պաշտել այն Աստծուն, որ պաշտել են մեր պապերը, մեր տատերը եւ մեր հավատքը հասցրել են մեր սերունդին 21-րդ դար։ Թող Աստված օրհնի իմ թանկագին քույր եղբայրներ, Տերը թող պահի օրհնի ձեզ։ Ես լինելով ձեր եղբայրը տկար շուրջ 55 տարի Տիրոջ տան մեջ եմ, 14 տարեկան հասակից մկրտվել եմ Սուրբ Հոգով, հաջորդել է բանակը, այն ժամանակ իհարկե ուզում էին, որպեսզի տղաները, եղբայրները բանակ գնային, գային նոր ջրով մկրտվեին, եւ 73 թվականին ջրով մկրտվեցի։ Ամուսնացել եմ հոգևոր մեր Հայաստանի առաջի հովիվ Հակոբ եղբայրը եւ ունեմ 6 երեխա եւ 22 թոռ։ Տերը պահի բոլորի զավակներին, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, եկեղեցում ամեն մի եղբայրը Աստված մի շնորհ ա տվել։ Ես ուզում եմ կարդալ 100-րդ Սաղմոսը, որից հետո ժողովուրդը, ովքեր որ ունեն այդ աղոթքի կարիքը, առաջ գան իրենց համար աղոթք կանենք։ Համաձայն եք։ Հիմա ես ուզում եմ կարդալ 100 Սաղմոսը։ Աղաղակեցեք Տիրոջը, ով բոլոր երկիր, ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ։ Անոր առջև կեցեք ցնծությամբ, ճանաչեցեք, թե Եհովան է Աստված, այո, մենք պետք է խորքից ճանաչենք, մենք գիտենք, թե ումն ենք պաշտում, մենք հավատացել ենք Աստծո բերանի դուրս եկած խոսքին եւ դրանով մենք առաջնորդվում ենք։ Անիկա ստեղծեց մեզ ու ոչ թե մենք։ Մենք անոր ժողովուրդը ու անոր արոտին ոչխարներն ենք։ Մտեք անոր դռները գոհությամբ, մենք ուրախությամբ պիտի գանք Աստծո տունը, գոհությամբ պիտի գանք եւ անոր սրահները օրհնությամբ։ Գոհացեք անիկե օրհնեցեք անոր անունը, վասնզի Տերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է ու անոր հավատարմությունը ազգեն մինչև ազգ, ամեն։ Սիրելի եղբայրներ, քույրեր, գալով Աստծո տունը մեր նպատակը մեկ է, որպեսզի մենք կարողանանք հաղորդակցվել մեր Տիրոջ հետ։ Եվ գիտենք գալիքում ինչ է սպասվում մեզ, եւ այդ գերագույն հավատքով մենք առաջնորդվում ենք, որովհետեւ Տիեզերքի արարիչ Աստվածը խոսք է տվել մեզ, որ մենք հավերժ պիտի ապրենք իրեն հետ, որովհետեւ մեր նպատակը երկին գնալն է, անունը փառավորվի Տիրոջ։ Այս ժամանակավոր կյանքը, որ տվել է մեզ ապրելու, ավետարանում գրված է 70 տարի զորությունով 80 տարի ալա, տակավին ցավ, տառապանք, նեղություն, դժվարություններ եւ քրիստոնյայի կյանքում այո դժվարությունները պիտի լինի։ Չկա որևիցե դարում քրիստոնյան չունենա դժվարություններ, հալածանք, նեղություններ։ Ես հիշում եմ Սովետ միության տարիներին, անգամ դպրոցներում մեր երեխաներին հալածում էին, պիտակներ էին կպցնում, ֆարմասոր էին ասում, ես չգիտեմ ինչ էին ասում մեր երեխաներին, գալիս էին տուն բողոքում էին, այ պապջան ասում է, ինչ անենք, ոնց անենք, ասում եմ, իրանք ասում են, հավատացյալի ճտեր, իրանք էլ հակառակորդին են, բայց դուք մի նեղացեք, իրանք ճիշտ են ասում, հավատացյալի ճտեր էին ասում մեր երեխաներին, բայց Տերը պահեց, օրհնեց, հասակ առան Աստծո տան մեջ, այսօր փառք Տիրոջը, եկեղեցում են երեխաները։ Ես ուզում եմ այո Տիրոջ փառքի համար պատմել, ասել, որ ունեցել ենք դժվարություններ,
բայց ամենակարևորը այդ նեղությունների մեջ Տիրոջ խոսքը ամուր ենք պահել։ Այնպիսի վիճակներ ենք ունեցել նեղության, տառապանքի տարիները Սովետ միության, դուք պատկերացնում եք, որ թվում էր, որ խաղաղ էր, հանգիստ էր, բայց այն ժամանակ ավելի մեծ էր նեղությունները, չկար բազմոցներ նստելու, աթոռներ, անգամ մեզ տանում էին նկուղներում, եղբայրները, սարերում, քաղցի անունով սար կար, որ ժողովուրդը այդ վայրում էին հավաքվում, միաբանությամբ, որ վայել էին Տիրոջ ներկայությունը, բայց այսօր կահավորված սարահներ, Հայաստանի ողջ տարածքով մեկ գյուղերում, ավաներում, քաղաքներում, պատկերացրեք Լուսարատ գյուղում պետք է եկեղեցի բացվի, արդեն կառույց ավարտվում է, անգամ գյուղի ժողովուրդը այսպիսի բան են արտահայտվել։ Մենք ինչու գնանք Լևոնի պատվալը, մենք սպասում ենք Աստծո տունը կառուցվի, միանգամից ամբողջով ենք գալու փառք Տիրոջը։ Մենք այդ հույսը հավատ ունենք, որ մեր ժողովուրդը նեղությունից պիտի դուրս գան եւ իրանց կենթանի Աստծուն պիտի պաշտեն, որ պաշտում ենք մենք եւ բոլորս։ Հիմա ես ուրեմն կուզեի կարդալ Մաղաքիայի 3-րդ գլխից մի համար, այն ատեն Տիրոջ վախցողները իրարու հետ խոսեցան, Տերը մտի կրավ ու լսեց եւ իր առջեւ իշատակի գիրքը գրվեցավ։ Տիրոջ մեն վախցողներու համար ու անոր անման վրայի մտածողներուն համար։ Եվ անոնք իմս պիտի ելնան կսե զորքերի Տերը, այո Աստված ասում, Իրանը պիտի լինենք, իրա սեփականությունն ենք, այն օրը երբ իմ սեփական գանձս հավաքեմ, անոնց պիտի խնայեմ, գալու է այդ օրհնյալ օրը, մենք այդ ապական այդ հույսը ունենք, դրա համար պետք է մենք անդադար մեր աղոթքի մեջ գնանք դեպի սրբացման, մեր ներքն աշխարհում ունենանք Քրիստոս կյանքը, այն էլ խաչը ելած իր անունը փառավորվի։ Անոնց պիտի խնայեմ, ինչպես մարդը խնայի իր որդուն, որ իրեն ծառայություն կնե, եւ պիտի դառնակ ու արդարին եւ ամբարշտին, Աստծո ծառայությունը նողին եւ անոր ծառայություն չնողի, տարբերությունը պիտի տեսնեք։ Այսօր մենք նաեւ տեսնում ենք մեր շրջապատում, որոնք ընդհանրապես հավատքից հեռու մարդիկ են եւ տեսնում են քրիստոնյա մարդկանց կյանքը, Տերը օրհնի ձեզ բոլորիդ, թող Աստված ձեր կյանքը իրանով ծաղկեցնի, որ ձեզի տեսնելուց, մեզի տեսնելուց Քրիստոս տեսնեն, լինենք բաց նամակները մեր շրջապատում, որտեղ որ ապրում ենք, աշխատանքի վայրում, ուսման բնակավարում, որևիցե միտեղ, միայն ու միայն Տերը փառավորվի։ Տերը թող օրհնի, շարունակությունը հետևյալն է, քանզի ահա փուրի պես վառված օրը կուգա, գալու է այդ օրը, եւ բոլոր հպարտները եւ բոլոր ամբարշտությունը նողները հardին պես պիտի ելնան եւ եկած օրը զանոնք պիտի այրե, կսե զորքերի Տերը, այնպես որ անոնց արմատ կամ ոս պիտի չթողնվի, բայց ձեզի իմ անունես վախցողներուդ արդարության արեգակը պիտի ծագի, անոր թևերու վրա բժշկություն պիտի գտնեք, ամեն, շնորհակալ ենք Տիրոջից, այո գալու է այդ օրը, գալու է, եւ օրինակա բերում արտին, ցորենի արտը, երբ որ քաղում են ցորենը վերցնում են, այնքան կրակը խորն ալինում այդ արմատ, մարմատ, բոշտ, բոլորը այրվում եւ հեռանում է։ Դրա համար մենք արժանանանք Քրիստոսի երկրորդ գալության փրկության արժանանանք, ամեն ինչ պետք է անենք, կուզեի մի վկայություն անել Տիրոջ փառքի համար։ Ես հունվարի 24-ին մեկնել եմ, ուրեմն ճիշտ այդ ամսվա 20-ին կատարվեց մի վկայություն, մի դեպք կատարվեց, ուրեմն ժողովարանում էին, քույրերից մեկը շատ տխուր, տրտունջ նստած, անգամ արտասվում էր, լացում էր։ Ես մոտեցա իրեն, ասի, քույրի ջան, ի՞նչ է պատահի, ի՞նչ է եղել։ Ասեց, որ ինձ ախտորոշել են, վերջապես քիմիա պիտի նշանակեն, կուրսը պետք է հեռացնեն, վիրահատեն եւ այլն։ Այնպես մեր հավատքը բավարարեց, ասի քույրիկ ջան, Տիրոջ խոսքի համաձայն եկեղեցին ոտքի պիտի կանգնի, աղոթ պիտի անեն քեզ համար, աղոթքից հետո գնում է նորից ախտորոշում բժիշկը, որպեսզի նշանակի օրը եւ այլը, ասել է դուր եք տարել այն մարդ, լրի, մաքուր, ոչ մի բան չի կատարվի իր հետ։ Այ հավատքը նա դա Երանի նրան, որ կհավատա եւ Աստված իր կյանքում կատարի բժշկություն հոգեվոր եւ մարմնավոր, որովհետեւ այսօր մարդը օրինակի համար
իր հապարտությունից չի կարողանում ազատագրվել, դա եւս հիվանդություն է, տկարություն է, որովհետեւ մարդը կարողանա ազատի Քրիստոսին դառնա։ Տերը թողորտնի Հակոբի 5-րդ գլուխ 13 խոսքից հետևյալը. Եթե ձեզ մեկը նեղության մեջ է, աղոթք թողնե։ Եթե մեկը ուրախ է, սաղմոս թող երգե։ Եթե ձեզ մեկը հիվանդ է, եկեղեցիային երեսները թող կանչեն, որպեսզի իր վրա աղոթք կնեն ու Տիրոջ անունով թող յուղով օծեն զինք։ Հավատքով եղած աղոթքը պիտի փրկե հիվանդը ու Տերը զանիկա ոտքի պիտի հանե եւ եթե մեղքալ գործած է պիտի ներվի անոր ձեր հանցանքները իրարու խոստովանեցեք աղոթք կրեք իրարու համար որպեսզի բժշկվիք արդարին ջերմ երանդ աղոթքը շատ ազդեցություն ունի ամեն ամեն հիմա այդ հավատքը թող մեզի տա այդ ջերմերանդ հավատքը որ մենք կարողանանք հավատքով ընդունենք որովհետև Տիրոջ խոսքը ասում հավատքով ելած աղոթքը պիտի բժշկե հիվանդը